Մեզանից մեկը, որ ուզում է Հիսուսին մոտենալ, բազում դժվարություններ պիտի ունենա։ Շատ մարդիկ պիտի խանգարեն, ամեն ինչ պիտի անեն, որ դու նորից իրանց նմանվես։ Բայց այս ընկերները չհուսահատվեցին։ Հակառակը բարձացան տանիքը քանդեցին, որ ժամանակ էր պահանջում, առաստաղը բացեցին, նոր իրենց ընկերոջ իցրեցին Հիսուսի առջև։ Ցույց տալու համար, որ այս առաստաղը եւ տանիքը նախ եւ առաջ մեղքի պատնեշն է, մեղքն է, որ թույլ չի տալիս մարդը մոտենալ Աստծուն։ Այդպես ասում նաև Եսայի մարգարեն, մեր մեղքերը ասում է պատնեշ են դառնում, մենք չենք կարողանում մոտենալ Աստծուն։ Երբ որ մեր կյանքի մեջ դժվարություններ կան, փորձություններ կան, մենք միշտ դժգոհում ենք, թե ինչու Աստված մեզ այսքան նեղություն ու դժվարություն տալիս, հիշեք, որ տվողը Աստված չէ, մեր մեղքերն են, մեր չխոստովանված մեղքերը, որ թաքուն պահում ենք մեր մեջ, գաղտնի, որ ոչ ոք չիմանա, բայց այդ մեղքերը պատճառ են դառնում, որ Աստված չկարողանա գործել մեր կյանքի մեջ։ Եվ տեսեք, Հիսուս այս հիվանդին չգովեց, այլ հակառակը իր ընկերների հավատքը տեսնելով սրան ասում է, քո մեղքերը քեզ ներված են։ Ուրեմն ինչքան կարևոր է, որ դու ոչ միայն լավ ընկեր ունես, այլև այդ ընկերը քեզ համար աղոթում է, այդ ընկերը ամեն ինչ անում է, որ դու Աստծո ճանապարհի վրա մնաս, եւ վերջապես ամեն ինչ է, որ դու Հիսուսի ոտքերի առջև լինես, որպեսզի Հիսուս միշտ քեզ տեսնի, քեզ գթա եւ քեզ բժշկի։